Բայց այսօր ինչ խոսում են, ասում են Ղարաբաղը, Արցախը, ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով, մի հատ բացատրեք, ինչով, այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ, բնակավայր, ինչով է մեր եղել։ Մերը չի եղել, որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Սուտ է, պարոն Փաշինյան, կառուցել ենք, գործարանել ենք կառուցել, մանկապարտեզել ենք կառուցել, դպրոցել ենք կառուցել, համալսարանել ա եղել, մարդիկ սովորել են, մշակույթով են զբաղվել, եկեղեցիել են կառուցել, վերջերս ձեր գործընկերը քանդեց, ապրել են, հասկանում եք, երեխա են ունեցել, բայց 120,000 հոգին, որ եկան Հայաստան, այդ տուրիստ էին գնացել, այնտեղ չէին ապրում, այդ ֆոտոապարատները ուր են մեծ ակնոցները, որտեվ տեղը հանվել են, տուրիստ չեն եղել, այդ մարդիկ այնտեղ ապրել են, իրենց հայրենիքն է դա, մեր բոլորիս հայրենիքն է դա, հասկանում եք։ Երկրորդը, այդ որ ասում եք Ղարաբաղը մերը երբեք չի եղել, то Հայաստանն էլ չի եղել, նոր ենք ձեռք բերել Հայաստանը, մեր ազատությունը, մենք ենք մեր գլխի տերը։ Այդ գիտեք ոնց որ ինչ լինի, ոնց որ մի զույգ փոքրիկ երեխա ունենա, դե դժվար է երեխա պայելը լացումա գիշերները չքնել, գումար ծախսել, ոչ կարողանում ես հյուր գնալ, ոչ կարողանում ես ինչ որ քո հաճույքներով զբաղվել, աշխատանքի տեղը պրոբլեմը մի խոսքով բարդ է։ Մեկ էլ մի օր այս երեխային մեկը գողանա, մայրը նստած լացում է իրան կոտորում, մեկը հայր ուրախ ասում է, ինչ ես լացում, ուրախացի այ ցավը տանեմ, այս երեխեստի մերը չի եղել, վերջապես, բայց մենք ձեռք բերեցինք մեր ազատությունը, հիմա մենք ենք մեր կյանքի գլխի տերը, ինչ ուզենք կանենք, ուրախանանք, կուտենք, կզվարճանանք, էսա։ Իսկ գիտեք ինչու երեխայի օրինակը բերեցի, որովհետև Արցախի համար երկու պատերազմում մենք հազարավոր երեխաներ ենք կորցրել, բավարար այդ մերը չէր։ Ինչ եք այդ երեխեքին ուղարկել պատերազմ, դուք եք ուղարկել, դուք ձեր հրամանով են գնացել։ Ես չգիտեմ, մեկը ձեզ կողքից լսում, հա, դուք ինչ եք խոսում։ Լավ, դուք չեք հասկանում, մեկը կողքից չի ասում, այս մարդը ինչ է խոսում, այ ընկեր, ինչ ես խոսում։ Հիմա ամենավատը գիտեք ինչն է, որ կարող է 5 տարի անցնի, այս մարդը Փաշինյան դուրս գասի մի րոպե, հայրեն լեզուն մեզ պետք չի։ Այդ հայրենը երբ է մեր եղել, ոչ գրքեր են արտադրել, ոչ թարգմանություններ են կարել, ինչն է պետք։ Հիմա կասեք հայ ջան, ես ինչ աբսուրդ ես խոսում։ Հա, բայց 5 տարի առաջ ես այն ինչ որ մի քիչ առաջ Փաշինյանը ասեց, ես ասեի, մեկը կհավատայիք, քայլով կլարեիք ինչ, չէ՞, ով էլ ասեր։ Բայց հիմա արդեն նորմալ է ընդունվում։ Է 5 տարի հետո եթե ես մարդուն ընտրիկ, ասեց բաներ ասելու, բայց մենք ոչ թե հայրենը կորցնենք, մենք չենք էլ ունեցել այդ հայրենը։ Բայց մենք անգլերենն ենք ձեռք բերել, ժողովուրդ, հասկանում եք։ Ու վերջ։ Հենց որ see you. Goodbye.